Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերցյանետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն առկա են հուլիս ամսվա կանխատեսումները, սիրելիներս, ով չի դիտել անպայման դիտեք այդ հետաքրքիր վիդեոն։ Եվ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ նաեւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ դիտեք այս վիդեոն մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, մինչ այժմ ես ուղղակի ուշքի չեմ գալիս այդ հունիսի 27-ի իրադարձությունների հետ կապված, իհարկե առանձին վիդեո կներկայացնեմ նաև Միքայել Սրբազանի հետ կապված, ընդհանրապես այս հակաեկեղեցական, հակաքրիստոնեական այս թրքադավան իշխանությունների այդ բոլոր արշավանքների, այսպես ասած, հետ կապված, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում, ես իհարկե անդրադարձել եմ նախորդ վիդեոներում կապված Սամվել Կարապետյանի ուրեմն կալանավորման հետ, նաև Բագրատ Սրբազանի հետ կապված, նաև վհափառ ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ի հետ կապված այդ կանխատեսումները ես իհարկե մշտապես կատարել եմ եւ արդեն 3 տարի է գոռում գոչում եմ, զգուշացնում եմ, որ լինելու են բռնություններ, լինելու են հետապնդումներ քրիստոնեության եւ հատկապես հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ես բազմիցս եմ անդրադարձել նաեւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ճակատագրին, ես զգուշացրել եմ, որ հետապնդումները հասնելու են ձեզ հարգելի վեղափառ, եթե դուք իհարկե լուրջ գործողություններ քայլեր չձեռնարկեք, ի վերջո այդ ամենը ուղղված է հայ եկեղեցու եւ անձամբ ձեր դեմ։ Ես դրա մասին բոլոր իմ եթերներում, Facebook-յան, նաև վիդեոներում, YouTube-յան, նաև տարբեր հարթակներում, տարբեր տաղավարներից այդ ամենի մասին ես բազմիցս զգուշացրել եմ։ Դե ասողին լսողա պետք։ Իհարկե եկեղեցին իհարկե մնում է իր չմիջամտելու իր, այսպես ասած, դիրքորոշման մեջ, բայց սա այն դեպքը չէ։ Սա պետք է անպայման միջամտել, որովհետև եթե այսպես շարունակվի, ուրեմն եթե եկեղեցու վրա այդ հարձակումները շարունակվեն, այդ աստվածատակությունները, ենիչերիներին բնորոշ համաշխարհային խայտարակություն է տեղի ունենում, սիրելի բարեկամներ, ու մենք լռում ենք։ Ես չեմ հասկանում, սա ուղղակի պարզ ճանապարհ է դեպի Հայաստանի ընդհանրապես վերացում, այսինքն իբրև հայ ժողովրդի պատմական բնորանի վերացում, հայոց ինքնության վերացում։ Դա վեհամբարձ խոսքեր չեն, դա իրականություն։ Իսկ եթե դուք ցանկանում եք ապրել այս արևելյան Հայաստանի այս հատվածում, այսինքն մեր պատմական Հայաստանում մեր բնորանում, ապա պետք է սատարել եկեղեցուն, պետք է միավորվել։ Սա վերջին եկեղեցին ըստ էության վերջին պատվարն է, վերջին կարմիր գիծն է, որի անկումից հետո հայ ժողովրդի ամբողջական բնաջնջում այս տարածքում արևելյան Ազիա, ոչ միայն այս տարածքում, ընդհանրապես իսփյուռս աշխարհի, դա վերանալու է։ Եվ իմ խոսքերը ուղղված են նախ եւ առաջ վեհափառին։ Ես իհարկե առանձին վիդեոով հանդես կգամ եւ իմ կարծիքը կհայտնեմ այդ բոլոր իրադարձությունների հետ կապված, բայց այս խայտարակությունն, այսինքն այն զգացողությունները, որ ես ապրեցի այդ օրը, այդ ժամերին, ես չգիտեմ, դա աննկարագրելի էր, դա ամոթը, այդ, չգիտեմ, այդ տհաճությունն է, հայի դեմ դուրս բերելու այդ մոլուցքը, որով տառապում է այս իշխանությունը, եւ նաեւ համաշխարհային մակարդակի խայտարակություն, այսինքն Նիկոլ Փաշինյանը այնպիսի հայտարարություններ անում, որ խայտարակում է ամբողջ հայ ազգը, ընդհանրապես հայ մշակույթը իբրև հզորագույն, հնագույն մշակույթ, հնագույն քաղաքակրթություն համաշխարհային մակարդակով վերցրած։
Սա իհարկե վերջն է եւ սա դուք անդադ հարցնում եք ինչով կավարտվի, սա շուտ չի ավարտվի, սա շարունակաբար այս հարցակումները շարունակվելու են եւ եթե ժողովուրդը չհամախմբվեց, եթե քաղաքական կուսակցությունները չհամախմբվեցին, ուրեմն սեպտեմբերին ես այդ կանխատեսումը արել եմ, գալու են վեհապարի հետևից եւ նրան են կալանավորից, եթե դա տեղի ունեցավ, եթե ինչ որ ձևով նրանք կարողացան հեռացնել Գարեգին Բ-ին կաթողիկոսական աթոռից, ապա իմացեք, որ շատ շուտով Փաշազադեն, հա, ադրբեջանական այդ բոլոր կրոնական կազմակերպությունների ընդհանրապես նրանց մոլան գերագույն գալու է Էջմիածին շատ կարճ ժամանակում դա հնարավոր կլինի կազմակերպել։ Դա իմացեք եւ որևիցե մայրտաճար, որևիցե Էջմիածին, որևիցե չգիտեմ մեր պատմական այդ ամբողջ ընթացքը հազարամյակների ընթացքը, որ ըստ էության լուսավորված այդ հոգևորի, սիրո, միաբանության լույսով այդ ամենը մարելու է սիրելիներս։ Ես առանձին վիդեով հանդես կգամ, այժմ պարզապես ներկայացնեմ լույսի առաջին շաբաթվա աստղացույց լուսնացույցը եւ կանխատեսումները կենդանակերպերի համար։ Դե հունիսի 30-ին 0:12 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Յուպիտեր մոլորակետ, մեծերչանկության մոլորակ Յուպիտերը գտնվում է 4 աստիճան խեցգետնում եւ լուսինը արդեն մուտք է գործել կույս եւ կազմում են վեցանկյուն, որ շատ բարենպաստ համարմամբ հունիսի 30-ը բարենպաստ օր է սիրելիներս 5:13 րոպեին ճիշտ լուսինը միանում է Մարսի հետ, որը ակտիվության, ագրեսիան եւ պատերազմի մոլորակ է 7 աստիճան կույս կենդանակերպում։ Սա բերելու է իհարկե ակտիվություն, այսինքն ֆիզիկական ակտիվության անհրաժեշտություն։ Ընդհանրապես Մարսը կույս կենդանակերպում բերում է այդ ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությունը եւ լուսնի միությունը Մարս մորակի հետ անպայման անհրաժեշտություն է ստեղծում հունիսի 30-ին, որ ակտիվ ֆիզիկական վարժություններ, վազք կլինի, թե սպորտաձև ինչ որ կլինի, որը դուք կկամենաք։ 7:54 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Արեգակի հետ 8 աստիճան կույս կենդանակերպում գտնվում է լուսինը եւ 8 աստիճան խեցգետնում գտնվում է Արեգակը։ Ընդհանուր առմամբ բարենպաստ է ընթանալու եւ ներդաշնակ է ընթանում նաեւ հուլիսի 7-ը, հուլիսի 1-ը կներեք, հուլիսի սկիզբը 18:42 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի հետ 26 աստիճան կույս կենդանակերպում գտնվում է լուսինը եւ 26 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվելու է Վեներան, դա բարենպաստ է միջանձնային հարաբերությունները կարգավորելու կանանց եւ տղամարդկանց միջև հարաբերություն, դրական հարաբերություններ ստեղծելու եւ վերականգնելու, թե այդպիսի խնդիր կա, ընդհանուր ներդաշնակություն, լավ է արվեստով զբաղվել, լավ է հիանալ արվեստի գործերով եւ իհարկե այդ լարվածությունը գալիք շաբաթվա ընթացքում հուլիսի 2-ից է աճելու սիրելի բարեկամներ 0:46 րոպեին, այսինքն հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը 0:46 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի նաեւ Ուրան մորակետ, գիտեք որ անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանը շարունակում է գտնվել ցուլ կենդանակերպում եւ միայն գալիք շաբաթ հուլիսի 7-ին մուտք կգործի մեզ մոտ երկվորյակներ։ Գիշերը հնարավոր են ամեն տեսակ անսպասելիություններ, բայց նաև դրական իմաստով, որտեղ հնարավոր են նաև մարգարեական երազներ, այնպես որ հիշեք այդ օրվա երազները։ 1:16 րոպեին Երևանի ժամանակով հուլիսի 2-ին լուսինը մուտք կգործի կշեռ կենդանակերպ եւ այնուհետև բավականին լարված ժամեր ենք ապրելու, որովհետև լուսինը սկսում է դիմակայել այդ բոլոր ծանր մորակների, փոխհարաբերություններ մտնել բոլոր ծանր մորակների հետ, երբ լուսինը մտնում է փոխհարաբերությունների մեջ, այդ ծանր մորակների հետ Նեպտունի, Սատուրնի, Ուրանի, Պլուտոնի, դա նշանակում է, որ այնպիսի զարգացումներ են հնարավոր, այնպիսի որոշումներ են կայացվելու, որոնք հասարակ մարդկանց դեմ են կամ այսպես համաշխարհային կառավարությունը այդ որոշումը կայացնում է, որի մասին հետագայում մարդիկ միայն կիմանան։
Եվ արդեն 4:53 րոպեին հուլիսի 2-ին լուսինը սկսում է դիմակայել Սատուրն օրակին, սահմանափակումների մոլորակ Սատուրնը գտնվում է խոյ կենդանակերպի առաջին աստիճանում եւ լուսինը կշերքում առաջին աստիճանում, սա շատ վատ լարված առավոտ է, նշանակում է հնարավոր են ամեն տեսակի ոտնձգություններ, ամեն տեսակի հարձակումներ, էմոցիոնալ լարվածություն, սառնություն 5:34 րոպեն լուսին նաեւ դիմակայում է Նեպտունին, նոր բացահայտումներ կլինեն, հնարավոր է նոր ինչ-որ դավադրություններ բացահայտվեն, կեղծ նոր դավադրություններ, մարդկանց տանջելու, մարդկանց ճնշելու, մարդկանց խեղդելու, ազատությունը խեղդելու ուղղությամբ, այդ բոլորը հենց հուլիսի 2-ի վաղ առավոտյան է հնարավոր։ Եվ 7:26 րոպեին լուսինը ավերիչ մոլորակ Պլուտոնի հետ կկազմի նաև եռանկյունի 3 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 3 աստիճան կշերքում գտնվելու է լուսինում, սա իհարկե նշանակում է ռազմաքաղաքական կենտրոնների հովանավորչությամբ որոշումներ են կայացվում, որի մասին հետագայում կիմանանք եւ որը շատ իհարկե բացասական նշանակություն կունենա եւ շատ բարդ զարգացումների կբերի հուլիսի 2-ի 11:24 րոպեին նաեւ լուսինը լարված քառակուսի կկազմի մեծ երջանկության մորակ Յուպիտերը, այդ Յուպիտերը գիտեք գտնվում է Խեցգետնում 5 աստիճան Խեցգետնում գտնվում է Յուպիտերը 5 աստիճան կշերքում գտնվելու է լուսինը, օրվա ընթացքում բավական լարված է օրը անցնելու, ես ձեզ ասեմ սիրելի բարեկամ 14:29 րոպեին նաեւ լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Մերկուրի հետ կապելով հեռահաղորդակցության մորակ Մերկուրին, գիտեք արդեն իսկ մուտք է գործել առյուծ 6 աստիճան առյուծում գտնվում է Մերկուրին եւ 6 աստիճան կշերքում գտնվելու է լուսինը։ Ինչպես ես ասեմ, գիտեք որ հուլիսի ամսվա ընթացքում Մերկուրին հուլիսի 18-ին դառնալու է հետընթաց։ Մինչ այդ նա մաքսիմալ հեռանալու է արեգակից, սիրելի բարեկամներ, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, երբ այդպիսի իրավիճակ է ստեղծվում երկնակամարի վրա, դա բերում է նրան, որ մութ ուժերը, սև ուժերը կարողանում են ավելի արագ ներթափանցել եւ պղծել մարդկային ուղեղը, մարդկային գիտակցությունը, մթագնում է մարդկային գիտակցությունը, դա իմ անհատական հայտնագործություններն են, ես ձեզ ասեմ, որ այն անձինք, ովքեր իրենց նատալ քարտեզներում այդ ծննդյան պահին ունեն այդպիսի մեծ հեռավորություն, այսինքն 20 աստիճան արեգակի Մերկուրի, 30 աստիճան, չգիտեմ, մինչև 30, մինչև 1 նշանի չափով, զոդիակալ 1 նշան 30 աստիճան հեռանում է, Մերկուրին, դրանք ունենում են հոգեկան խնդիրներ այդ մարդիկ կամ ինչ որ բարդություններ, ճակատագրական բարդություններ եւ այս սրա մասին է խոսում, այսինքն այս ժամանակ այդ մութ ուժերը օգտագործում են որպեսզի ներթափանցեն մարդու ուղեղի մեջ եւ այնտեղ սրսկեն ներդնեն բացասական ինչ որ մութ գաղափարներ, կեղծ տեղեկատվություն, որտեղ լուսնի Նեպտունի դիմակայության պայմանում է, նաև կեղծ տեղեկատվություն է տարածվելու արդեն հենց հուլիսի 2-ին, Եվ 23:30-ին հուլիսի 2-ին սիրելի բարեկամներ, իհարկե նաև լուսնի եւ արեգակի միջև այդ քառակուսին տեղի կունենա, առաջին քառակուսին է լուսինը աճող է լինելու ամբողջ գալիք շաբաթվա ընթացքում եւ դա նույնպես լարվածություն է բերելու, չգիտեմ ինչ որ վատ զգացողությունների է բերելու, անորոշության զգացողությունն է խորանալու եւ այլն։ Եվ հուլիսի 4-ը սիրելի բարեկամներ, հուլիսի 4-ը նույնպես բավականին լարված օր է մեզ մոտ, հուլիսի 4-ին Երևան ժամանակով 13:32 րոպեն լուսինը մոտ կգործի կարիճ կենդանակերպ, գիտեք կարիճ կենդանակերպում լուսինը ընկնում է, այսինքն վտարվում, ընկնում է, որովհետև նա իր զորության գագաթնակետին է հասնում հակառակ կենդանակերպում, այսինքն ցու կենդանակերպում, իսկ կարիճում նա վտարված է եւ ընկած է, ավելի շատ ընկած է, այսինքն նրա բացասական հատկություններն են, ավելի շատ գլուխ բարձրացնում լուսնի, այսինքն այդ էմոցիոնալ անկայունությունը, էմոցիաները, զգացողությունները այսպես բլբլթում են, իբրև թե երացող ջուր այդ կաթսայի փակ կափարիչով կաթսայի միջից այսպես դուրս է ժայթքում եւ շատ այսպես լարված ծանր մթնոլորտ է ստեղծվում նաեւ միջանձնային հարաբերություններում եւ այլն,
որը նշանակում է, որ հուլիսի 4-ից հետո իհարկե ցանկալի չէ դուք ուզում եք բարձել ինչ-որ մեկի այդ հարաբերություններ կամ կարգավորել այդ հարաբերությունները, իհարկե ցանկալի չէ այն ժամանակ, երբ որ լուսինը գտնվում է կարիճում, դա անել։ 19:45 րոպեին, սիրելի բարեկամներ, լուսինը լարված քառակուսի կառաջացնի չարաբաստիկ Պլուտոն մոլորակի հետ, որը գտնվում է ջրհոսում։ Գիտեք, արդեն անցած տարվա նոյեմբերից գտնում է ջրհոսում եւ այժմ այդ լուսնի եւ Պլուտոնի լարված քառակուսին բերելու է վախ, տագնապ, վտանգի ուժեղ զգացողություն է առաջացնելու։ Իհարկե անբարենպաստ է հասարակ ժողովրդի որտեղ լուսինը հենց ժողովրդի խորհրդանիշն է, բայց հուլիսի 4-ին նաև մեկ այլ լարված իրավիճակ կստեղծվի, գիտեք, որ 19:30-ին լուսինը մուտք է գործում Վեներան, կնեք սիրով գեղեցկության մորակ Վեներան մուտք կգործի երկվորյակներ, կլքի ցուլը իր տիրապետության նշանը, որտեղ նա իշխանուհի է եւ թագուհի է, լքում է ցուլը եւ մուտք է գործում երկորակներ, որտեղ նա կմնա մինչեւ հուլիսի 31-ը։ Մինչ այդ նա միանալու Ուրան մոլորակի հետ, որը ամեն տեսակ անսպասելի զարգացումների խորհուրդ ունի։ Վեներա եւ Ուրանի միությունը անբարենպաստ է ամուսնության հարաբերությունները կարգավորելու, կանանց տղամարդկանց միջև ջուր հարաբերություններ հաստատելու համար, որտեղ հնարավոր են ամեն տեսակի անսպասելի զարգացում, ինչպես դրա մասին ավելի մանրամասն պատմեմ հուլիս ամսվա կանխատեսումներում, նաև դիտեք այդ կանխատեսումները անպայման, որպեսզի պատկերացնեք, թե ինչ է կատարվում։ Բավականին այսպես բարդ օր է հուլիսի 4-ը։ Բարեխառն օր է մեզ մոտ հուլիսի 5-ը, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 1:06 րոպեն, այսինքն հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, 5 աստիճան խեցգետնում գտնում է Յուպիտերը եւ 5 աստիճան կարիճում գտնվում է լուսինը։ Այնուհետև Երևանի ժամանակով 8:28 րոպեին լուսինը լարված քառակուսի կկազմի Մերկուրիի հետ, գիտեք, 9 աստիճան առյուծում գտնում է Մերկուրին, 9 աստիճան կարիճում գտնվում է լուսինը։ Այնուհետև նա իհարկե կմիանա նաև սև լուսնի հետ, սև լուսինը նույնպես շարունակաբար գտնում է կարիճ, այսինքն այդ բոլոր չար սև ուժերի, սատանայական ուժերի հարձակումը ամենաայսպես պիկին կհասնի հենց հուլիսի սկզբին, սիրելիներս, դա հնարավոր է այսպես բացահայտ չդրսևորվի ինչ որ իրադարձությունների տեսքով, բայց դա անպայմանորեն ինչ որ զարգացումներ տեղի կունեն, որոնք պղծելու են մարդկային մաքուր հոգիները, որոնք քաշելու են այդ հոգիները մթի կողմը, սևի կողմը, այնպես որ զգուշ եղեք այս օրերին։ Եվ 10:19 րոպեին իհարկե հուլիսի 5-ին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Մարս մոլորակի հետ, որը բարենպաստ է ֆիզիկական ակտիվության համար, ինչ որ կարգ ու կանոն հաստատելու համար, ընդհանրապես Մարսը, երբ գտնվում է կույս կենդանակերպում, այժմ նա գտնվում է կույսում, մինչև օգոստոսի 7-ը շատ բարենպաստ է կարգավորել այսպես ձեր գործերը, որը կարգ ու կանոն հաստատել բնակարաններում, ամեն ինչ այսպես իր դարակներում դասավորել, այդ դա խորհրդանշում է հենց Մարսը կույս կենդանակերպում։ 17:29 րոպեին արդեն իհարկե հուլիսի 7-ի երեկոյան մենք ունենք Էկադաշի օր, լուսինը եւ Արեգակը գտնվում են գեղեցիկ եռանկյունու մեջ, 13 աստիճան խեցգետնում գտնվում է Արեգակը եւ 13 աստիճան կարիճում գտնվելու լուսինը, որը խիստ բարենպաստ է ներդաշնակության, դրական ինչ որ զարգացումների համար, նամանավանդ լուսինի մահաճող է պայմանավորվածությունների համար, արդեն հուլիսի 5-ին դուք կարող եք ինչ որ գործնական կամ անձնական բնույթի պայմանավորվածություններ ձեռք բերել, որ դա հույս ունենալով, որ դա կունենա դրական զարգացում այդ պայմանավորվածությունները։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, լուսնի փոխհարաբերությունների մասին այլ մորակների հետ հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում։ Այժմ, սիրելի բարեկամներ, ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում։ Սիրելի խոյր, շաբաթը բարեխառն է լինելու ձեզ համար։ Հուլիսի 30-ից
հունիսի 30-ից հուլիսի 2-ը սիրելի խոհեր զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով, նաև կարգավորելու եք ձեր առողջությունը։ Հուլիսի 2-ից 4 ընկած ժամանակահատվածում սիրելի խոհեր զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Եվ հուլիսի 4-ին եւ 5-ին զգուշացեք մեծ պարտքեր վարկեր վերցնելուց, հիպոթեկներ ձևակերպելուց, նաև զգուշացեք ճանապարհներում, որտեղ էքստրեմալ իրավիճակների մեջ կարող է հայտնվեք։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը։ Հունիսի 30-ից հուլիսի 2-ը զբաղվելու եք ձեր երեխաներով, լավ լուրեր ձեր երեխաներից, հաճույքներ, հանգիստ, կարող եք նաև մեկնել հանգստի, շատ բարենպաստ է միջալոց։ Լավ է նաև բիզնեսի համար։ Հուլիսի 2-ից 4-ը ընթացիկ աշխատանքային խնդիրներ եք լուծելու, նաև առօրյայով եք զբաղվելու, հնարավոր է ինչ-որ վերանորոգում սկսեք եւ առողջության հետ կապված հարցեր եք լուծելու։ Սիրելի ցուլիկներ, հուլիսի 4-ին եւ 5-ին զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները, եթե չացնեք դրանք։ Երկորյակներ, սիրելի երկորյակներ, նույնպես բարեխառն է ձեզ համար գալիք շաբաթը։ Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ընտանիքի ծնողների հետ կապված, ինչ որ թղթաբանության, տան հետ կապված այդպիսի հարցերով եք զբաղվելու, ձեր ընտանիքով եք զբաղվելու։ Հուլիսի 2-ից հուլիսի 4-ը սիրո ժամանակն է, երեխաները ձեզ կուրախացնեն, բարենպաստ օնլայն բիզնեսն ու բիզնեսի համար ընդհանրապես բիզնեսի, երկորյակները ասում են այդ օնլայն շփման նշան է, հա։ Եվ հուլիսի 4-ին եւ 5-ին ընթացիկ աշխատանքային հարցերով եք զբաղվելու, նաև առողջության հետ կապված հարցեր եք կարգավորելու։ Սիրելի խեցգետիներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը։ Եվ հունիսի 30-ից հուլիսի 2-ը կարճ ճանապարհ է ձեզ սպասվում, հետաքրքիր հանդիպում կարող այդ ընթացքում լինել կամ կարևոր լուր կստանաք, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից, սիրելի խեցգետիններ։ Հուլիսի 2-ից 4-ը զբաղվելու եք ձեր տան ընտանիքի հետ կապված հարցերով, ծնողների հետ կապված հարցերով, չգիտեմ, տան առքովաճառք, թե փաստաթղթերի ձևակերպում, եւ հուլիսի 4-ին եւ 5-ին սիրո օրեր են, հանգստի օրեր են, լավ է մեկնել հանգստի, լավ է զբաղվել ձեր բալիկներով, երեխաները ձեզ կուրախացնեն, լավ է բիզնեսի համար, մի խոսքով շատ բարենպաստ օրեր են ձեզ համար, սիրելի խեցգետիներ, սիրելի առույցներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը։ Հունիսի 30-ից հուլիսի 2-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, եւ հուլիսի 2-ից 4-ը կարճ ճանապարհ է ցույց տալիս, որի ընթացքում հնարավոր է ինչ-որ կարևոր ծանոթություն, գործնական կամ անձնական բնույթի, հնարավոր է նաև շարժական գույքի ձեռքբերում։ Սիրելի առյուծներ, հուլիսի 4-ից 5-ը զբաղվելու եք տան ընտանիքի հետ կապված հարցերով։ Սիրելի կույսեր, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը։ Հունիսի 30-ից հուլիսի 2-ը զբաղվելու եք ձեր արտաքին տեսքով, հմանքով եւ գեղեցկությամբ, կարգավորեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրները, հաջողությունը ձեր կողմն է։ Հուլիսի 2-ից 4-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի կույսեր, փող եք ստանալու, եւ հուլիսի 4-ից 5-ը նաև կարճ ճանապարհ, հետաքրքիր հանդիպումներ, խորհրդատվություններ եւ այլն։ Սիրելի կշերքներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը։ Հունիսի 30-ից հուլիսի 2-ը, սիրելի կշերքներ, կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, այնպես որ զգուշ եղեք։ Հուլիսի 2-ից 4-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, հմանքով, գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հարցեր։ Եվ հուլիսի 4-ից 5-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար եւս բարեխառն է գալիք շաբաթը։ Հունիսի 30-ից հուլիսի 2-ը կկատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն նաեւ ձեր չափահաս երեխաները։ Հուլիսի 2-ից 4-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, այնպես որ զգուշ եղեք, սիրելի կարիճներ։ Նամանավանդ որ սև լուսին, այդ սատանան, զոդիակյան բոդգաթակիր սատանան հիմա տարանցում է կարիճով։ Եվ հուլիսի 4-ից 5-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով եւ գեղեցկությամբ, գործնական, անձնական հարցեր կարգավորելով, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կարիճներ։
Սիրելի աղեղնավորիկներ, ձեզ համար եւս բարեխառն է գալիք շաբաթը, հունիսի 30-ից հուլիսի 2-ը ինչ որ կարևոր գործնական հարց է կարգավորվելու եւ լուծվելու ձեր համար, սիրելիներս, ինչ որ պաշտոնի հետ կապված, պետական ինչ որ աշխատանքի հետ կապված, պետական դռան հետ կապված այդ հարցերը բոլորը կարգավորվելու են։ Հուլիսի 2-ից 4-ը ավելի շատ ինչ որ կարևոր երազանք է իրագործվելու ձեզ համար, ջերմ ընկերական միջավայրում ինչ որ հետաքրքիր հանդիպում է հնարավոր, նաև կուրախացնե ձեր չափահաս երեխաները։ Հուլիսի 4-ին եւ 5-ին սիրելի աղեղնավորներ կակտիվանան ձեր գաղտնի թշնամիներ, այնպես որ զգուշ եղեք։ Եվ սիրելի այծեղջուրներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը, հունիսի 30-ից հուլիսի 2-ը հնարավոր է մեկնեք հանգստանալու։ Հուլիսի 2-ից 4-ը կարևոր գործնական խնդիր կամ հարց է լուծվելու ձեզ համար, աշխատանքային, պետական դռան հետ կապված, սոցիալական կարգավիճակի հնարավոր շատ հետաքրքիր ինչ-որ գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն։ Եվ հուլիսի 4-ին եւ 5-ին ինչ-որ շատ կարևոր երազանքի իրագործում է լինելու ձեզ համար, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաներ։ Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, հունիսի 30-ից հուլիսի 2-ը մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, սիրելի ջրհոսներ, նաև զգուշացեք էքստրեմալ իրավիճակներից, ճանապարհներին զգուշ եղեք եւ այլն։ Եվ հուլիսի 2-ից 4-ը լավ է հանգստանալու համար, կարող եք մեկնել հանգստի լավ լուրեր արտասահմանից։ Հուլիսի 4-ից 5-ը կարևոր գործնական հաջողության եք հասնել, ինչ որ մի հարց, որը շատ վաղուց է տանջվում էր, վերջապես կլուծվի։ Եվ սիրելի ձկնիկներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, հունիսի 30-ից հուլիսի 2-ը զգուշացեք ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ բախումից, որտեղ հետագայում դե փչացնեք հարաբերությունները դժվար կլինի դրանք վերականգնել։ Հուլիսի 2-ից 4-ը էքստրեմալ իրավիճակների ժամանակ է, զգուշ եղեք ճանապարհներին, մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք։ Եվ հուլիսի 4-ից 5-ը լավ լուրեր արտասահմանից, հնարավոր է մեկնեք հանգստի եւ ընդհանրապես դրական զարգացումներ են սպասվում ձեզ, դրական անակնկալներ։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում հունիսի 30-ից հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածից, հուլիսի էստեցիան առաջի շաբաթվա ընթացքում։ Անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Ամնե Հաղվերդյանի իմ YouTube-յան ալիքին, նաև բաժանորդագրվեք Աստրոմագիա Թալիսմանների իմ երկրորդ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք Telegram-յան ալիքին, գիտեք որ Facebook սոցիալական ցանցում ես մշտապես մարգելափակված եւ իմ գրառումները բարբերաբար հեռացվում են այնտեղից այս թրքապատակ իշխանությունների հրամանով եւ կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար, տեսություն կհանդիպենք։